Բարև, Իսպանիայի կենտրոնում հայտնաբերված հնագույն նիզակի քարե ծայրը ծագումով Ֆրանսիայից է։ Հայտնաբերման ու ծագման վայրերի միջև ավելի քան 600 կիլոմետր է, ինչը քարե դարի մարդկանց համար աներևակայելի հեռավորություն էր։ Գտածոն օգնել է գիտնականների նոր տեսանկյունից նայել նրան, թե ինչպես են ապրել եւ հաղորդակցվել մեր նախնիները վերջին սառցե մաքսիմումի ժամանակ։ Հետազոտությունն անցկացվել է Պենյա Կապոն կայանում, Պիրենեյան թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող պալեոլիթյան հուշարձանում։ Այստեղ հնագետները հայտնաբերել են 26-ից 22,000 տարի առաջ կրոմանիոնցիների թողած հազարավոր քարե արտեֆակտներ։ Սա վերջին սառցե դարաշրջանի ամենախիստ ժամանակներից մեկն էր։ Ցուրտ, չոր կլիմա, սակավ ռեսուրսներ ու չափազանց բարձր գին ցանկացած սխալի համար։ Եվ այնուամենայնիվ, հենց այս պայմաններում, ինչպես այժմ պարզվում է, հարյուրավոր կիլոմետրերով բաժանված մարդկանց խմբերի միջև կայուն կապեր են գոյություն ունեցել։ Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հետազոտողների թիմը վերլուծել է 2015-ից 2022 թվականների պեղումների ընթացքում Պենյա Կապոնում հայտնաբերված 1041 քարե առարկա։ Արտեֆակտների մեծ մասը վերաբերում է սոլյուտրեյան մշակույթին, որը հայտնի է նիզակների նրբորեն մշակված տերևաձև ծայրերով։ Արդեն առաջին փուլում գիտնականներին շփոթեցրել է դրանց հումքը։ Իրերի մի մասը պատրաստված էր սիլիցիումային քարից, որից մոտակայքում պարզապես չկա։ Հետագա երկրաքիմիական վերլուծությունը հաստատել է կասկածը։ Քարի մոտ 70%-ը ծագել է վայրերից, ուր հնարավոր է հասնել միայն 1-2 օր քայլելու միջոցով։ Սա սպասելի է, քանի որ որսորդ հավաքիչները որպես կանոն օգտագործել են այնինչ ձեռքի տակ էր։ Սակայն հետո սկսվում է ամենահետաքրքիրը։ Սոլյուտրեյան յուրաքանչյուր շերտում հայտնաբերվել են նաև առարկաներ այնպիսի հումքից, որը ստացվել է 5, իսկ երբեմն նաև 10 օր քայլելու հեռավորության վրա։ Ու վերջապես արտեֆակտների 1%-ից պակասը պատրաստված է եղել քարից, որի աղբյուրները գտնվել են 620-ից 670 կիլոմետր հեռավորության վրա ժամանակակից Ֆրանսիայի տարածքում։ Այդպիսի հանքավայրեր ինքնուրույն հասնելու եւ վերադառնալու համար քարե դարի մարդը պետք է ճանապարհին անցկացներ մոտ 35 օր քայլելու վրա, ծախսելով գրեթե 300 ժամ։ Կլիմա, ռելիեֆը, ինչպես նաև ճանապարհին սնունդ հայթայթելու անհրաժեշտությունը հաշվի առնելով, այդպիսի երթուղին չափազանց քիչ հավանական է։ Հենց այդ պատճառով հետազոտողները զգուշորեն, բայց կարևոր եզրակացության են գալիս։ Այս քարերը ամենայն հավանականությամբ Պենյա Կապոն են հասել ոչ թե անմիջականորեն, այլ որսորդ հավաքիչների տարբեր խմբերի միջև փոխանակումների շղթայով։ Նմանատիպ գտածոներ հայտնի են նաև անցյալում։ Երբեմն նյութի ծագումը մատնումը իրեն գրեթե անմիջապես, օրինակ, երբ հրաբուխներից հեռու գտնվող կայանում օբսիդիան է հայտնաբերվում։ Այլ դեպքերում պահանջվում է բարդ վերլուծություն։ Այսպես գիտնականները պարզել են, որ հայտնի Վիլենդորֆյան Վեներան պատրաստված է կրաքարից, որը հավանաբար ստացվել է Իտալիայի հյուսիսից, թեև գտել են այն Ավստրիայում։ Իսկ Փարիզի ավազանից հայտնաբերված գագաթի ձարդերը, որոնց տարիքը մոտ 15000 տարեկան է, ամենայն հավանականությամբ ծագում են Շվաբյան Ալպերից, պեղումների վայրից 500 կիլոմետր հեռավորության վրա։ Կա նաև օրինակ Սիբիրից Զաբայկալիեում հայտնաբերված պեմզան բերվել է ավելի քան 1000 կիլոմետր հեռավորությունից։ Սակայն Պենյա Կապոնում հայտնաբերվածն արժեքավոր է հատկապես նրանով, որ այն վերաբերում է վերջին սառցի դարաշրջանի պիկին, ժամանակահատվածի, երբ գոյատևումը պահանջում էր առավելագույն հարմարվողականություն։ Արդյունքները ցույց են տալիս, նույնիսկ այն ժամանակ մարդիկ մեկուսացման մեջ չեն ապրել, ընդհակառակը խմբերի մեջ հավանաբար գործում էին կայուն կապեր, ոչ միայն հումքի, այլև տեղեկատվության, տեխնոլոգիաների, հնարավոր է սոցիալական կապերի փոխանակում։ Ժամանակակից որսորդ հավաքիչների մասին էթնոգրաֆիկ տվյալները հաստատում են այս պատկերը։ Տարվա ընթացքում նրանք կարող են հաղթահարել զգալի հեռավորություններ, հանդիպել հարևան խմբերին, փոխանակել առարկաներ եւ պահպանել կապեր, որոնք կարևոր են գոյատևման համար։ Պենյա Կապոնի քարե արտեֆակտներից ելնելով նմանատիպ կենսակերպը գոյություն է ունեցել նաեւ տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Երբեմն բուժման ամենաժամանակակից եւ թանկարժեք մեթոդները պարզ եւ ստուգված մեթոդներից ավելի լավ չեն։ Այսպիսի եզրակացության են եկել հետազոտողները ուսումնասիրելով մանկական տարիքի ամենավիճելի վնասվածքներից մեկը բազուկոսկրի մեդիալ հոդավճառի տեղաշարժով ուղեկցվող արմունկի կոտրվածքը։ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի գիտնականների միջազգային խումբն անցկացրել է խոշոր կլինիկական փորձարկումներ ու ցույց տվել, որ այսպիսի կոտրվածքների մեծամասնության դեպքում վիրահատությունն ավանդական բուժման նկատմամբ առավելություններ չունի։ Երկու դեպքում էլ ձեռքի ֆունկցիաները հավասարաչափ լավ են վերականգնվում, իսկ վիրաբուժական միջամտության դեպքում բարդությունները ու ծախսերը զգալիորեն ավելի շատ են։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։ Բազուկոսկրի մեդիալ հոդավճառի տեղաշարժով ուղեկցվող արմունկի կոտրվածքը ամենից հաճախ հանդիպում է 10-ից 12 տարեկան երեխաների մոտ ու կազմում այդ տարիքում արմունկի բոլոր կոտրվածքների ավելի քան 10%-ը։ Վնասվածքի ժամանակ կոտրվում եւ տեղաշարժվում է մեդիալ հոդավճառը բազուկոսկրի այն հատվածը, որին ամրանում են նախաբազկի մկանները։ Երկար
Երկար տարիներ բժիշկները բանավիճում են, թե ինչն է ավելի լավ անմիջապես ֆիքսել կոտրվածքը վիրաբուժական եղանակով, թե հրաժարվել վիրահատությունից օգտագործելով գիպս եւ դիտարկում։ Վերջին տարիներին պրակտիկան ավելի ու ավելի հակվել է վիրաբուժության օգտին, չնայած նրան, որ դրա առավելության ապացույցները բավարար չեն եղել։ Այս հարցում վերջակետ դնելու համար Օքսֆորդի համալսարանի թիմը անցկացրել է պրագմատիկ պատահականացված կլինիկական փորձարկումներ։ Հետազոտությանը մասնակցել են անհետաձգելի մանկական տրավմատոլոգիայում մասնագիտացված 59 բժշկական կենտրոններ Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում։ Հետազոտության մեջ ընդգրկվել է 7-ից 15 տարեկան 334 երեխա, որոնց միջին տարիքը 12 տարեկան է։ Մասնակիցների կեսից մի փոքր ավելին աղջիկներ են։ Հետազոտությանը չեն ներգրավվել 5 կոտրվածքներով, հոդում մնացած ոսկրային ֆրագմենտներով կամ արմունկի եւ այլ ոսկորների լրացուցիչ վնասվածքներով հիվանդները։ Երեխաների մոտ կեսը ենթարկվել է վիրահատական միջամտության, մնացածներին բուժել են ավանդական եղանակով։ Արդյունավետության հիմնական ցուցանիշը դարձել ձեռքի ֆունկցիոնալ վիճակը վնասվածքից 1 տարի անց։ Այն գնահատվել է մանկական պրոմիս սանդղակով հարցաթերթիկ, որը արտացոլում է, թե որքանով լավ է երեխան օգտագործում վերջույթը առօրյա կյանքում։ Տվյալները հաջողվել է ստանալ մասնակիցների 85%-ից։ Արդյունքը զարմանալիորեն միանշանակ է։ Ձեռքի ֆունկցիոնալության միջին ցուցանիշները գործնականում չեն տարբերվել 53.1 միավոր ավանդական բուժումից ու 54.3 միավոր վիրաբուժականից հետո։ Տարբերությունը վիճակագրորեն աննշան է, այլ կերպ ասած, 1 տարի անց երկու խմբերում էլ երեխաները ձեռքերն օգտագործել են մոտավորապես նույն արդյունավետությամբ, սակայն տարբերությունները դրսևորվել են այլ հանգամանքներում։ Պլանային կամ բարդությունների պատճառով կրկնակի վիրահատության կարիք է ունեցել վիրաբուժական խմբի 24 երեխա, ու միայն 3-ը խմբում ում բուժել են առանց վիրահատության։ Վիրահատված երեխաների 9%-ի մոտ բարդություններ են առաջացել անմիջապես միջամտության ընթացքում, եւս 5%-ի մոտ դրանից հետո եւ բոլոր դեպքերում պահանջվել են լրացուցիչ պրոցեդուրաներ։ Ավանդական բուժման խմբում բարդություններ են գրանցվել միայն հիվանդների 2%-ի մոտ։ Ոչ պակաս կարևոր է հարցի տնտեսական կողմը։ Մեկ երեխայի վիրաբուժական բուժման միջին արժեքը գրեթե 2.500 ֆունտ ստերլինգով ավելի բարձր է եղել, քան ավանդականի դեպքում։ Հետազոտողները եկել են հստակ եզրակացության. բազուկոսկրի մեդիալ հոդաճառի տեղաշարժով ուղեկցող արմունկի կոտրվածքի դեպքում վիրահատությունը չի տալիս ոչ կլինիկական, ոչ էլ տնտեսական առավելություններ։ Ավելին այն կապված է բարդությունների ավելի բարձր ռիսկի հետ։ Աշխատանքի հեղինակները համարում են, որ այս տվյալները պետք է ազդեն կլինիկական պրակտիկայի վրա։ Նրանց կարծիքով ավանդական բուժումը պետք է դիտարկվի որպես հիմնական ռազմավարություն, իսկ վիրաբուժական միջամտությունը կիրառվի միայն լրացուցիչ ցուցումների առկայության դեպքում։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Փորձառու հնագետները պեղումների ընթացքում հայտնաբերել են պակաս փորձառու հնագետներին։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։